մի երկու հաղորդում առաջ էր, որ ես անդրադարձա մի նորաբույծ նորածին սուրբի, որ եկել է մեզ փրկելու, կես կատակ, կես լուրջ, որ փորձեցի ներկայացնեմ ով է ինքը, եւ 3.5 նամակ եմ ստացել, այնքան զանգ եմ ստացել, եւ հարցերով եւ պատասխաններով ով է ինքը, դա ես ուզում եմ կարճ ներկայացնեմ իրականում ով է Նորիկը, սա Դավիթը չի, սա Նորիկն է, հայտնի Նորոնը, այսինքն հայտնի մի քանի մի ինչ-որ շրջանակում, երաժշտական շրջանակում եւ հոգեվոր շրջանակում հայտնի Նորոնը, որի եղբայրը փաստորեն դեռ մինչև հիմա երգում է Մայրաթորի եկեղեցում, երկշախմբում է երգում, ինչը կար ժամանակ կոնսերվատորիայում է այստեղ են եղել։ Մի խոսքով, սկսել է կարիերան որպես սարկավակ, բանի եկեղեցում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հայտնի է որպես կատարյալ սուտասան, կատարյալ անառակ, մի խոսքով, փախել է ժամանակին Երուսաղեմ ու ապաստանախնդրել այնտեղ։ Թափառելով տարբեր տեղեր Հայաստանում, իր տեղը չգտնելով, հասել է մի կերպ ինչ-որ ձևերով Երուսաղեմ եւ Իսրայելում ապաստան գտնել։ Այսօր կարդացի այս հայտարարությունը, ես հիմա դրա համար եմ անդրադառնում, որպեսզի հասկանանք ով է ինքը։ Իսրայելը տրեյնինգ է անում 100,000 քրիստոնյա, որոնք տարբեր երկրներում պետք է քարոզեն սիոնիզմը։ Չի բացառվում, որ այս շրջանակներում է իր փրկությունը գտել այսօրվա Դավիթը նախկին Նորոն, այս ինչպես մեկն է ասում, Տիպոն է փնթին։ Երկու հանգամանք կար, որ ես ստիպված անդրադարձա։ Մեկը համար մեկ, ասենք ինքը հոգեկան շեղումներ ունի, որոշել է, որ այսօր փրկիչն ինքն է, ասենք, մեկ էլ աշխարհի տիրակալների հետ տալիս առնում է ու հասկացել է, որ Նիկոլն էլ մեր փրկիչն է։ Դե բացարձակապես հոգեկան հիվանդը կարող է այդպես բաներ մտածել, տարբերակ 1 հոգեկան հիվանդը, բայց քանի որ այդ հոգեկան հիվանդին լսողներ կան անհանգստացած ուղարկում են ինձ, ես ստիպված եմ ինչ-որ առաջ անդրադառնալ։ Երկրորդ տարբերակ, ես որ հասկացա, որ նույնիսկ եթե հոգեկան հիվանդ չի, բայց հոգեկան հիվանդի դեր է խաղում, սա ռազվեդկա զբոյեմ, տենց է կոչվում, նախորդ մի հատ ինչ-որ հիմար իդեա են գցում եւ փորձում են հասկանալ, որքանով կարող է լինի ազդեցությունը, ռեակցիաները եւ որքանով է ժողովուրդը պատրաստ դրան այն ինչ-որ առաջարկում է։ Երկու պարագայում էլ պացիենտը հաստատ հիվանդ է, հաստատ, որովհետև նորից եմ կրկնում, Նիկոլին ներկայացնել որպես փրկիչ, պետք է լավ հիվանդ լինես կամ քեզ լավ պարապացած լինեն, որ դու լավ հիվանդի դեր խաղաս։ Ամեն դեպքում ես կարծում եմ իմ արձագանքը պետք է տեղիներ, որպեսզի ուղղակի դուրս չընդունել ու գցել աղբարկը, այն ինչ որ մենք պետք է անեինք 2016 թվականին Նիկոլի նկատմամբ, այն որ Պավլիկն ասում էր դրա վզից մցրեք, բռնեք, մսեք զիբիլե վեդրոն է, այն ժամանակ չարեցինք ու փոշմանեցինք, այսօրվա օրը եկավ։ Եվ հիմա որպեսզի նույն օրը չգա, այսօր է սան պետք sense վերցնել, փաթաթել ու շպրտել նորոյն աղբարկը եւ ասել գիտես ինչ, եւ քեզ եւ քո տերերին։ Հայ ժողովուրդը շատ հին է ձեր կապիկությունների համար, շատ։ Ուզում եք գժի տեսքով հանդես եկեք, ուզում եք թաքուն դավադրության մասին մտածեք, մեր հայ ժողովուրդը մենք շատ հին ենք այդպես կապիկությունները դուրս ընդունելու համար։ Մի քանի եթե նույնիսկ միամիտ կար, որ սկսել էր լուրջ լսել, վախենալ նույնիսկ, այսով նորահայտ Քրիստոսը կարող է լուրջապետք ընդունել, որտեղ ասենք Քրիստոսին էր ժամանակին, ասենք լուրջ չէին ընդունում, բայց հաստատ Քրիստոսը այն ժամանակ չէր ասում, որ Նիկոլը ձեր փրկիչն է։ Սա լուրջ հայտ է, ես ուզում եմ, որ դուք լուրջ վերաբերվեք, 100,000 քրիստոնյա է պատրաստում տարբեր ֆորմատի, հիմնականում քարոզչական նպատակներով, որ պետք է աշխարհով մեկ քարոզեն սիոնիզմը։ Դրանցից անպայման կլինեն նաև Հայաստանում, տարբեր դեմքերով։ Հիմա այսօր այս անհաջող Նորիկի դեմքով էր, որը արագ բացահայտվեց։ Արագ,
մի օր տևեց այդ ամեն ինչը, էլի։ Ուղղակի ես երեք դա չանդրադարձա, որովհետև նյութը շատ էր։ Որոշեցի այս ֆորմատի մեջ, որովհետև 100,000 քրիստոնյա այս ներկայացուցիչների բանը այսօր ես տասա ինֆորմացիան, դրա համար մտածեցի գուցե այս ծրագրի մեջ են սրան մցրեմ ի ձև, որ գա իր գործանի Հայաստան։ Չենք թողի, որովհետև ո՞ր եմ ասում, եք մի քիչ հին ենք էլի սկապիկությունների համար, ու ես ես հիմա ուրիշ պատճառ կտամ դրա համար։ Երևի հիշում եք, որ երեք ես անդրադարձա բաների մեջ Գերմանիայի այցելությանը Փաշինյանի եւ Գերմանիա այցելության շրջանակներում ես ասացի շատ չէին մասնակիցները եւ տարօրինակն այն էր, որ եկեղեցուց մարդ չկար, այսինքն Գերմանիայի եկեղեցականները իրենց համայնքով չէին մասնակցում այդ բոյկոտի միջոցառումներին։ Այսօր պարզվեց ինչու չէին մասնակցում։ Եվ այսպես ոնց է նայենք Սերով B Իսախանյանը այն 10 հոգևորականներից մեկն էր, որի անունը կար ցուցակում, բայց ինքը չէր ստորագրել, բայց կար։ Հիմա լսենք երկու հարց հասկանալու համար։ Ինչու երեք չդիմավորեցին ճակերտներն եմ ասում Փաշինյան Նիկոլին եւ ինչու ստորագրությունը այդ դեպքում չկար այնտեղ։ Ցուցակի վրա լսենք։ Ցանցում տարածվել է ստորագրությունները, դուք բայց չեք միացել Արշակ Սրբազանին եկեղեցուց հեռացնելու վերաբերյալ եւ ընդհանրապես ձեր դիրքորոշումը։ Դեռ չեմ ծանոթացել, որ անկեղծ ասեմ, չեմ ծանոթացել, հյուրեր ունեի եւ դե Սերովպեն, որն է ցուցակում կար։ Բասում ինքը դեռ չի ծանոթացել, չգիտի ինչ են պահանջում։ Այդ ցուցակով ինչ են պահանջել։ Ընդհանրապես ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվում կաթողիկոսի շուրջ, ով էր եկել Գերմանիա երեք, Գերմանիայում երեք ինչ էր խոսում այդ եկածը, դրա մասին մենք այսօր խոսելու ենք։ Եվ Գերմանիայի համայնքի թեմի առաջնորդը հյուրեր ուներ, ռայոն էր գնացել, հայերեն ասած ռայոն էր գնացել եւ տեղյակ չի։ Ça, c'est la liste de toutes les auto-écoles que j'ai appelées. Հայերեն ասած ռայոն էր գնացել եւ տեղյակ չի։ Լսեք։ Իսկապես չեմ ծանոթացել։ Հետևաբար ոչինչ չեմ կարող ասել։ Վերջին իրողությունների վերաբերյալ, նաեւ եպիսկոպոսած Դուք հարց տվեցիք, ուրեմն այդ հրապարակման վերաբերյալ նորից կրկնեմ, չեմ ծանոթացել։ Եթե ծանոթացած լինեի, տեսակետս կարտահայտեի։ Շատ լավ, իսկ իշխանությունների կողմից վեհափառին հեռացնելու մտադրությունների վերաբերյալ քիչ առաջ էլ падգամավորները արդեն այսպես ասած ճակերտավոր ավետում են, որ եթե վեհափառին մնացել էին հաշված օրեր, հիմա մնացել են հաշված ժամեր։ Չեմ տեղյակ չեմ զարգացումներին, հետևաբար անկեղծորեն ոչ։ Չգիտի, ինքը ռայոնից նույնիսկ չի եկել, կարծիք էլ չունի։ Չունի կարծիք։ Ինչ այս պահին չեմ կարող ասել, թույլ տվեք ծանոթանալ։ Բայց ընդհանրապես վերջին իրողությունները, որոնք տեղի են ունեցել, վեհափառին մեղադրում են, վերջին իրողությունները, հիմա ասում եք այլ իրողություն է, ես տեղեկացված չեմ, հյուրերի հետ եմ։ Հիմա ձեր հյուրերն էին ավելի կարևոր, թե այն ինչ տեղի ունենում եկեղեցու շուրջ, Սրբազան հայր։ Այս պահին խնդիրը ամեն ինչ կարևոր է, նայած թե այդ պահին հիմա ինչն է էականը կամ կարևորը, ես հիմա ասեցի այն բերումով, որ հյուրեր ունեի, որոնք որ վեհափառին են նաև հանդիպել, բնականորեն Գերմանիայի ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ հյուրերն էին, իրենց հետ էի, Հասուն իր հյուրերը Գերմանիայի ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն էին, որոնք հանդիպել էին կաթողիկոսին։ Ու իրանք խոսացել են այսքան ժամանակ, շփվել են, ինքն ասում է հյուրերից հետ եմ եղել, չէ՞, այնքան հյուրեր է տեղել, որ չի հասցրել հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում։ Բայց ինչ է կարծում, ինչ են քննարկել։ Գերմանիայի ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք հանդիպել են կաթողիկոսի հետ, ինչ պետք է քննարկեին սրա հետ։ Եթե ոչ կաթողիկոսի այսօրվա կարգավիճակը եւ այն հարձակումը, որին ենթարկվում է հայրաքելական եկեղեցին։ Բայց հեսա խոսքը փոխում է։ Հետևաբար չեմ ծանոթացել։ Իսկ եթե չեմ ծանոթացել, հուսամ ոչ։ Հիշում եք նվագախմբի տղաները։ Եվ որ
դինջը հիշում եք դինջը, որ հարցնում են ասում են ինչ գիտես էլի այդ հեղափոխականի մասին, Ցոլակ Դարփինյանի մասին, ասում են ինչ գիտես Ցոլակ Դարփինյանի մասին, մի բան էլ դու ասա, ասում է ախր որ իմանամ ինչ եք ուզում որ ասեմ, կասեմ, որ չգիտեմ ինչ եք ուզում ասեք, ինչ ասեմ, լրիվ դինջի դերն ա տանում, բայց սա թեմի առաջնորդը է, դինջը կատար է իրան ցույց տար, ընդհանրապես երաժիշտ է էլի։ Ձեր հույսը ինչու՞մ է կարանում, եթե այդ ստորագրով 10-ից ավել եպիսկոպոսներ են միացել եւ ստորագրել Արշակ Սրբազանի Թույլ տվեք Դուք չեք խոսել ձեր հոգևոր եղբայրների հետ, դուք իրենց դիրքորոշումը չգիտեք, ուզում հասկանալ վերաբերմունքը այսքան վերումով եւ դեռ ամբողջական իրավիճակին չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող որևէ բան ասել։ Ներողություն Սրբազան, դուք մասնակցել եք եպիսկոպոսատ ժողովին օրեր առաջ։ Եպիսկոպոսական ժողովին մասնակցել եմ։ Այնտեղ Արշակ Սրբազանին պաշտոնները սառեցնելու հարց քննարկվել է թե ոչ։ Ինչպես նաև ժողովի ընթացքում չի քննարկվել, ժողովի ընթացքում ուրիշ հարց է քննարկվել, որի շուրջ արդեն հայտարարություն հրապարակվեց, իսկ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութի հարցը քննարկվել է Վեհապար Հայրապետի եւ հանձնախումբի անդամների միջև։ Ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը։ Պատարակների ժամանակ զեղչելուն դուք ինչ դիրքորոշում եք հայտնել եպիսկոպոսատ ժողովին։ Ես դիրքորոշում այդ ուղղությամբ չեմ արտահայտել, բայց ոմանք դիրքորոշում արտահայտել են եւ ես անձնապես չեմ գտնում, որ դա ճիշտ ճանապարհն է։ Ամեն դեպքում տեղյակ է։ Քննարկվել է, ինքը կարծիք էլի չի հայտարարել, բայց քննարկվել է ու ինքը տեղյակ է։ Ու միջև հիմա, չգիտեմ, ռայոն էի գնացել, հյուրուն էի, գլուխս էր ցավում, չգիտեմ ինչ ասեմ։ Ընդհանրապես ամենաաններելի գարշելի բանը տղամարդու պարագայում, ես ինչ եմ շեշտում միշտ տղամարդու, որովհետև ինքը տղամարդը առաջ չի պարտականություն երկրի վրա, սա իմ պատկերացումն է։ Սուտ խոսալը տղամարդու համար անընդունելի, աններելի բան է։ Իսկ եթե այդ տղամարդը նաև հոգևորական է, չեմ ասում հոգևոր առաջնորդ մի ամբողջ Գերմանիայի թեմի, սա հանցագործություն է։ Սա ուղղակի վախկոտություն է։ Սուտ խոսա հոգևորական ասի, չգիտեմ, ես կարծիք չունեմ, ես ոչ մի բան չգիտեմ, բայց գիտի, որ անունը զերչելու խնդիր կա, քննարկվել է, բայց այդտեղ էլ ինքը կարծիք չունի, չի հայտնել այդտեղ էլ կարծիք։ Ու մեկ էլ հեսա կողքին հիշում ես Խրիմյան Հայրիկին, Գևորգ 5-րդին։ Բոլոր մեր են հոգևորականներին, որ ասում խաչը ձեռը։ Կռիվ են տվել թուրքերը, նույն Արշակ Սրբազանը, որ խաչով այդ հրյա զինվորներին լարել մանը Երուսաղեմում, ուղղակի վռնդել տարածքից։ Ու մեկ էլ էս տեսակը։ Անհամատեղելի է իմ համար էս հոգևորական թեմի առաջնորդ պատկերացնում էս մարդ, որ նույնիսկ համարձակություն չունի կարծիք ունենալու, մարդ, որ նույնիսկ համարձակություն չունի ասի համաձայն եմ կամ համաձայն չեմ, հասկանում եք, ու այս մարդը ձեզ թվում է այն մեր նախնիների նման հավատամքի համար իր սրբությունների համար կռիվ տվող, ես չեմ ասում նահատակվող, ես այդ նահատակվել բառը չեմ սիրում, ես կռիվ տվողն եմ սիրում, ասում հայրենիքի համար չեն մեռնում, հայրենիքի համար կռվում են։ Հիմա ինչ եք թվում, այս տեսակը հայրենիքի, դավանանքի, սրբությունների համար կռիվ տվողը, չէ, ինքը ռայոն էր գնաց, ինքը ոչ մի բան չգիտի։ Հիմա այս նապաստակի հոգիով, գայլի դիմակով, անդեմք ավելի ճիշտ, գայլը կարգին կենդանի է, անդեմք քահանային եմ ուզում ասեմ։ Տեսերով բե Իսախանյան։ Այն կապրամատներով, որ եկել են քո մոտ, որ քոնն ներառել են ցուցակի մեջ։ Եթե մեկ էլ կգան քո մոտ ասեն միացի մեզ,
ապստամբի քանդանք այս եկեղեցին եւ դու կստանաս ամբողջ գերմանական թեմը եւ դու այդ կախվածություն չես ունենա Էջմիածնից եւ միայն նա կարող է տնօրինել այդ ավարը, այսինքն ինչ են անելու սրանք քանդելու են եկեղեցին, թողեն փոքրիկ համայնքներ, այդ փոքրիկ համայնքները հետագայում էլ ավելի է փոքրիկ անալու, դնել հայկական ավանդույթով գզվրտոցով իր նոր եկեղեցի սարքելով ընդեղ մարդկանց տեղից ընդեղ քաշելով, վերանանք կգնանք մենք, կգնանք մենք, որպես տեսակ, որպես ժողովուրդ։ Սա է նպատակը, հա։ Դա լինելու է տարիների ընթացքում։ Հիմա ինչ որ է, եթե քեզ կգանք ասեն միացի մեզ եւ դու կստանաս Գերմանիայի համայնքը քո տնօրինության տակ, չհամարձակվես։ Ասեմ ինչի։ Որովհետև այն ինֆորմացիան, որ տիրապետում է ԱԱՑ-ն, որ քո դուրը թակի դրա համար, այդ նույն ինֆորմացիան տիրապետում ենք նաև մենք։ Ես սեղանից դրած։ Բայց ուղղակի մեղքս ես գալի։ Այսինքն դրած։ Ես ասել եմ, չէ, դուք փախնելու տեղ չունեք։ Այդ չեմ ասում, եթե երաժիշտ ու բան եք, քահանա եք, այդտեղ ինֆորմացիան գալիս է կայծակի, ինտերնետի արագությամբ է գալիս։ Ինտերնետի արագությամբ է գալիս։ Չհամարձակվես։ Ուղղակի քեզ բարև տվող չի լինի։ Դու ոչ միայն չես կարող ծառայություն մատուցես, ոչ միայն շպրտեն քեզ այդ տարածքից, բարև տվող չի լինի, աշխարհի որ ծայրում ուզում ես լինես։ Եթե այդ հանգամանքով քեզ սեղմ է, եթե դու ընկրկես, դա կդառնա բոլորի սեփականությունը։ Կիմանան բոլորը։ Այսինքն գոնե այնքան մարդ, ինչքան որ ինձ նայում է։ Եղավ սերով է։ Չնայած այս ինֆորմացիայի ունենալ չունենալուն, ես որպես մարդ կյանքում չէի գա մեկի մոտ, սիրտս բացեի, հոգևոր խորհուրդ լսեի, մեկից որ կարծիք չունի, դեմք չունի, որ նույնիսկ նապաստակ չի, չգիտես ընդեղ ինչ է ներսը նստած։ Հասկանում ես, որ դու դավաճանեցիր հենց նոր։ Դու ուրացար։ Հիշում ես, ասում եմ, մինչև կկվի կանչը 3 անգամ կուրանաս, 5 անգամ ուրացար, որ դու չգիտեի, դու ռայոն էիր գնացել, բայց հետո պարզվեց դու գիտեք դու մասը քննարկել եք, դա ո՞ց դու կարող ես չիմանալ։ Ավելի վատ, որ դու չգիտես, պաստորեն, դու չգիտես ինչ է կատարվում։ Եկեղեցու շուրջ, որը կատարվում է արդեն 6 ամիս ու սկիզբը առել Շվեյցարիայում, կողքդ։ Ու այս քանի օր էլ դու այդ Գերմանիայի ավետարանչական եկեղեցի ներկայացուցիչներն հետ քննարկում ես դա։ Ու դա նույնիսկ եպիսկոպոսած ժողով եք ունեցել։ Ինչ է քննարկում բա։ Եղանակը, դոլարի կուրսը, Տրամփի քաղաքականությունը։ Ես մնացածը չեմ ուզում ձեզ հիմա ցույց տամ, դուք կարող եք նայել։ Ես ընդհանրապես ասում եմ, ու մենք տեսնում ցավոք հոգևորականի շորերով։ Ես ինչ եմ ասում ցավոք, որովհետև ես այլ ձև կուզենայի լինեին մեր հոգևորականները։ Անկեղծ եմ ասում, ես հիմա ավել չեմ ուզում սեղմեմ, որտեղ որ սեղմեմ բան չի մնա։ Ու ես եթե սեղմեմ մեծագույն ծառայություն կլինի դա վիժվածքին, ես դա չեմ ուզում, որովհետև երեք շատ պատկառելի, շատ պատկառելի, էլ հոգևորական զանգել էր, ասում են ես եթե ես հանգարց խոսամ, իսկ ինձ ամեն օր խնդրում են որ խոսամ, քարակալին չի մնա։ Ես կխոսայի դա 10 տարի առաջ դրա մասին, բայց այսօր հասկանում եմ, որ հարցը գարեգինը չի։ Ես որ խոսեմ, եկեղեցուն եմ ասել։ Այ հիմա ես դրա համար եմ։ Բայց դու իմացի։ Սերով բե։ Իսանչես։ Եվ դու չես կարող իմ հոգևորականը դու չես կարող լինել էլի։ Եվ կարծում եմ ցանկացած իրեն հարգող մարդու հոգևորականը դու չես կարող լինել, որը նույնիսկ ունակ չի ճիշտ խոսալու, այսինքն դա այնքան կամք չունի, այնքան չի հավատում իր Աստծուն, որ ճիշտ խոսա, գմերք է գործում, ուրանում, ես ուրիշ ինչ ասեմ, ես շատ եմ ցավում միս կողմից էլ, այս սրտիս նվոցը, որ չի դադարում ես քանի ամիսա, ինձ ասում է մի բան, հիշացնում է չինական առած, ասում է, եթե միտեղ կա ճգնաժամ, հա դա նույն հիերոգլիֆը, այդ ճգնաժամի, հա, չինարեն ճգնաժամի,
երկու իմաստ ունի։ Դա նշանակում է նաև հնարավորություն։ Հիմա այս ճգնաժամը, որ մենք հիմա ունենք, մեր հոգևոր մասի հետ, քաղաքական մասի հետ, մեր կյանքի, սա պետք է նոր հնարավորության դռներ բացի, նոր եզրակացությունների մեզ բերի։ Մեր աչքերը շատ բացվեց, ովքեր են մեզ շրջապատում, ովքեր են այս հոգևորականները, այս այլասերվածները, ովքեր են, որ կողմ նայում ես կամ գեյա կամ այլասերված, կամ զավակ ունի, բայց զավակ ունեցողին է մեղադրում, կամ սեփական քահանային է բռնաբարում, հետո է մեղադրում, քահանայի կնոջը։ Մի խոսքով, այլանդակությունը ծայրից ծայր։ Բայց ինչ անել։ Հրաժարվել։ Չէ, երևի։ Ուրիշ բան է պետք անել։ Ես վստահ եմ, որ մենք ունենք հարգանքի արժանի հոգևորականներ, երևի որոնց պետքա բերել նշանակել սրանց տեղը։ Դա իհարկե իմ գործը չի, բայց ես այդտեղ եմ տեսնում հարցի լուծումը։ Ես այս հնարավորություն ասացի մեջ այսօր մեր հետևորդներից մեկը ինձ հետաքրքիր միտք տվեց, միտք։ Ասում եմ, որ այն պատվիրանները, որ մենք ապրում ենք, Աբրահամի պատվիրանները, չէ, Աբրահամի չէ, դրանցը է ինչ-որ Մոսեսի։ Դրանք ունեին, երբ որ մենք ունեինք մեր պատվիրանները։ Իսկական միանգամից մտածեցի, իհարկե, որովհետև Մոսեսի պատվիրանները դրանք Մովսեսին չի, որ շատ ժողովրդի, շատ մշակույթների մեջ կա այդ պատվիրանները։ Ուղղակի ամեն մշակույթ իր ներսում առաջացած խնդիրների, ըստ այդ խնդիրների է ձևակերպել այդ պատվիրանները, հա։ Այսինքն մի շնացիր, դա հայկական պատվիրան չի, հայկական հասարակությունում այդ խնդիրը չի եղել։ Հեսա մենք կնայենք հայոց պատվիրաններին։ Հասնում մենք ունենք 9 պատվիրաններ։ Հա, ես ձեզ հիմա ներկայացնեմ, եւ այսօր փնտրում էի Հայկ Նահապետի 9 պատվիրանները, ես գտա այս մենակ սա չէ, բայց սա եմ ուզում, որտեղ ամենահամառոտն է սա։ Ասա։ Հա, մենք լսենք Հայկ Կիրակոսյանին։ Արարչագրում հիշատակվում են Հայկ Նահապետի 9 պատվիրանները։